Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նայեք, առաջին հերթին մենք բոլոր եւ արցախյան եւ հայաստանյան հասարակական ու քաղաքական ուժերի հետ քննարկում ենք այն պահանջների շրջանակը, որը խորհուրդը հրապարակել է հանրահավաքի մասնակիցների անունից եւ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք համագործակցել գործնական առումով, որպեսզի այս պահանջների կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլեր ունենանք։ Դա կլինի հանրային ակցիաներ կամ կլինեն քննարկումներ հրապարակային կամ ոչ հրապարակային, կլինեն մասնագիտական խորհրդատվություններ կամ այլ տիպի ծրագրեր, որոնք ավելի երկարաժամկետ կարող ենք իրագործել բոլոր հնարավոր ուժերի հետ։ Բայց մեզ համար նաև խորհրդանշական առումով կարևոր է, որ կա լայն համախմբում եւ այդ գործընթացն է առկա եւ արցախյան եւ հայաստանյան եւ սփյուռքյան կազմակերպությունների եւ ուժերի հետ, նրանք, որոնք կիսում են այս պահանջները, այս դրույթները, որոնք մենք հրապարակել ենք։ Պարոն Բեգլարյան, մինչ այստեղ դուք բարձրացնում եք արցախցիների հավաքական վերադարձի եւ այլ հարցեր, արտգործնախարարությունը նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում Արցախի հարցը ներառված չէ։ Նախ ինչպես կգնահատեք այս հայտարարությունը եւ այս պայմաններում դուք ինչպես եք պատկերացնում ձեր բարձրացրած հարցերի պատասխաններն ու լուծումները։ Ես լիազորված չեմ խորհրդի անունից արտգործնախարարության տվյալ հայտարարությանը պատասխանել, բայց կարծում եմ առիթ կլինի մենք կարձագանքենք որպես խորհուրդ։ Ես որպես ուղղակի անհատ հանրային գործիչ կարող եմ արձագանքել, որ շատ խայտառակ հայտարարություն է, նախ փաստերը եւ փաստարկները լրիվ խեղաթյուրված են, երկրորդը ուղղակի հերթական անգամ իրենք արձանագրում են, որ իրենց օրակարգում ընդհանրապես արցախցիների իրավունքների պաշտպանության հարց չկա արտաքին քաղաքական օրակարգում եւ երրորդը իրենք հերթական անգամ այս անգամ արդեն արտգործնախարարությունը փորձում է մեղքը գցել բոլորի վրա, իրենց վրա որևէ պատասխանատվություն չվերցնելով։ Այստեղ ես կարող եմ ասել, որ արտգործնախարարությունը հենց որպես մարմին մեծ բացթողումներ է ունեցել, որ չի կարողացել ապահովել, այսպես ասած, իրենց տերմինաբանությամբ ասած, Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմներով։ Եվ ասեմ, որ այդ հանդիպումները առաջինը Սոֆիայի մասով տեղի չի ունեցել 23 թվականի հունիսին, քանի որ միջազգային մեխանիզմ չկար, Ադրբեջանը պնդում էր երկկողմ հանդիպում, Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի պնդել եւ չի աջակցել միջազգային մեխանիզմին, այնինչ իրենք էին դա հայտարարում, հիշում եք Միշելի գլխավորությամբ, տարբեր այլ ձևաչափերով եւ այլն։ Եվ մենք պահանջում էինք, որ պետք է լինի միջնորդների մասնակցությամբ միջազգային երաշխավորմամբ։ Երկրորդը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում, մենք համաձայնվեցինք արցախյան կողմը նույնիսկ երկկողմ հանդիպմանը առանց միջազգային մեխանիզմի, ադրբեջանական կողմը հուլիսի 29-ին առևանգեց Վագիվ Խաչատրյանին Կարմիր խաչի մեքենայից, որպեսզի վիժեցնի բանակցությունները, նույնիսկ դրանից հետո մենք պատրաստ էինք գնալ հանդիպման եւ արցախյան կողմի ներկայացուցիչները մինչև հուլիսի 31-ը սպասում էին թռիչքին, տոմսերը գնաց։ Հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը չեղարկեց հանդիպումը առանց որևէ պատճառի։ Եվ այսքանը իմանալով Հայաստանի արտգործնախարարությունը ուղղակի գցում է արցախյան կողմի վրա։ Եվ հաջորդը լուծարման ճակերտավոր հրամանագիրն է, որը իրենք գիտեն, որ հակասահմանադրական է, Շահրամանյանը անձամբ հայտարարել է, որ հակասահմանադրական է, եւ այսքանը նույնիսկ հաշվի չառնելով դեկտեմբերին էլ մեկ այլ հրամանագիր ստորագրել է եւ ուղարկել Հայաստանի իշխանություններին, չեղարկելով այն նախորդ հակասահմանադրական հրամանագիրը։ Եվ իրենք ստացել են սա։ Հիմա եթե իրենք ճակերտավոր կախվում են այս հրամանագրից, ինչու մյուսը հաշվի չեն առնում։ Եվ վերջինը, չունենալով, նույնիսկ եթե չենք դիտարկում, որ այս հրամանագիրը հակասահմանադրական է եւ այլն, չունենալով Արցախի Հանրապետություն, չի նշանակում, որ չկա Արցախի ժողովուրդ։ Կա Արցախի ժողովուրդ եւ կան Արցախի ժողովրդի հրատապ
իրավունքներ ու կարիքներ։ Ինչպես են իրենք այս հարցը փակում, երբ ժողովուրդը առկա է եւ իրենց պատասխանատվության տիրույթում է ամբողջապես գտնվում Արցախի ժողովուրդը եւ հենց իրենց ձախողումների ու սխալների հետևանքով է Արցախի ժողովուրդը տեղահանվել եւ հիմա գտնվում Հայաստանի Հանրապետություն։ Այսքանը։ Պարոն Բեգլարյան, նաև տեսնում ենք, որ արցախցիները այս վերջին շրջանում ակտիվացել են բավականին, նստացույցեր իրականացնում, հանրահավաք են իրականացնում, որը շատ հնարավոր է հետագայում վերաճվի նոր արցախյան շարժման, բայց տեսեք, մենք նոր արցախյան շարժում ենք ուզում սկսել, բայց սրան զուգահեռ տեսնում ենք, որ ամենաբարձր ամբիոնից հայտարարվում է, որ արցախյան շարժումը 1988 թվականին տեղի ունեցած շարժումը այլևս փակ է եւ հնարավոր չէ վերադառնալ այդ նույն գաղափարին։ Ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը խնդրեմ։ Իրականում Արցախյան շարժումը որևէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որքան էլ ազդեցիկ պաշտոնում լինի, Արցախյան շարժման առաջին այն շահառուն եւ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է։ Եվ Արցախի ժողովուրդը քանի Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության եւ իրացման հարց կա, այնքան ժամանակ առկա է Արցախյան շարժումը։ Իհարկե խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլոր միջոցները տեղեկատվական, վարչական, քաղաքական, իրավական կիրառում են Արցախյան հարցը փակելու համար։ Այդ թվում միջազգային գանգատներից հրաժարվելով, վերադարձի իրավունքը որպես սպառնալիք ներկայացնելով, որևէ քայլեր չկատարելով, Ադրբեջանի հետ բանակցություններ չիրականացնելով եւ այլն եւ այլն։ Բայց ես համարում եմ, որ հայ ժողովուրդը որպես գլխավոր սուբյեկտ, հայ ժողովուրդը կարող է ցույց տալ, որ Արցախյան շարժումը շարունակվում է եւ մենք ակնկալում ենք բոլորս, մեր խորհուրդն էլ, որ հնարավորինս լայն համախմբում լինի այս Արցախյան օրակարգի շուրջ, որպեսզի իշխանությունների վրա մաքսիմալ մեծ ճնշում, հանրային ճնշում լինի եւ իրենք որևէ հետագա հանցավոր քայլեր չանեն Արցախյան շարժումը փակելու ուղղությամբ։ Պարոն Բեգլարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այստեղ անելիք չունի, ասում եք, եթե անգամ այդ հրամանագիրը համարենք, որ կա, Արցախի հարցը չի փակվում։ Ամեն դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն էլ, եթե կա, թեկուզ պասիվ վիճակում, փաստում է, որ հակամարտությունը դեռ կա։ Ինչու որևէ այսպես արձագանք, թեկուզ գերիների հարցով, թեկուզ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով չի լինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։ Նայեք, չի լինում, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ցանկանում են փակել Արցախի հարցը, շատ հստակ է։ Իհարկե, իրենք էլ իրենց նաև շահերը ունեն աշխարհաքաղաքական, բայց առաջնահերթ պատճառը սա է։ Ես անձամբ, երբ հանդիպում եմ տարբեր դիվանագետների հետ, այդ թվում 23 թվականի տեղահանումից հետո, երբ տարբեր պահանջներ, ակնկալիքներ ու փաստարկներ եմ ներկայացնում, իրենց գլխավոր հակափաստարկն այն է, որ Հայաստանի իշխանությունները մեզ այդ հարցով չեն դիմել եւ մենք ունենք երկկողմ ձևաչափ կամ բազմակողմ ձևաչափ, որի շրջանակներում ունենք օրակարգային հարցեր եւ Հայաստանի իշխանությունները ուղիղ կերպով ասում են, որ Արցախի վերաբերող հարցերը, այդ թվում վերադարձի հարցը, մեր օրակարգի մեջ ներառված չէ։ Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները չեն դիմում, չեն պահանջում, ընդ որում լեգիտիմ կերպով, լեգալ կերպով, որ մեր հարցերը բարձրացվեն եւ գործուն քայլեր կատարվեն այդ ուղղությամբ, բնականաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն, թե այլ գործընկեր երկրներ, իրենք չեն կատարելու իրենց պարտականությունները եւ Մինսկի խմբի համանախագահությամբ պայմանավորված եւ ի դեպ նաեւ աշխարհի բարձրագույն դատական ատյանի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումներով պայմանավորված, որոնք պարտադիր կատարման ենթակա են եւ որոնք ի դեպ ընդունվել են Հայաստանի հայցերի հիման վրա։ Այսինքն Հայաստանը նույնիսկ այս որոշումներով էլ կաշկանդված է եւ նույնիսկ եթե միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնի, միևնույն է այս որոշումները առկա են եւ ուժի մեջ են։ Հետեւաբար միջազգային հանրությունը ունի անելիք
առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետությունը ունի անելիք։ Նայեք, եթե պետությունը միջազգային հայցերը հետ է վերցնում եւ անհատներն են արդեն իրենց հայցերով դիմում միջազգային դատարաններին, դա համարժեք իրավիճակ է լինում, այսինքն նույն կերպ է ընկալվում միջազգային դատարանների կողմից, հանրության կողմից, թե պետության կողմից հնչեցված բարձրաձայնված գանգատներն առավել ուժեղ են, այսպես ասած։ Կարող համարժեք լինել, անհամեմատ ավելի ուժեղ են պետության հայցերն ու պետության հայցերի հիման վրա ընդունված միջազգային ատյանների որոշումները, ընդ որում հաշվի առեք, որ անհատները չեն կարող դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Սա միայն միջպետական գանգատների ներկայացման հնարավորություն ձևաչափ ունի, մենք կարող ենք դիմել միայն մարդու իրավունքների եվրոպական դատարան որպես անհատներ եւ ՄԱԿ-ի կիսադատական եւ ոչ դատական ատյաններ, որոնք ավելի թույլ մանդատներ ունեն եւ ավելի դժվար է այս մեխանիզմներով պայքարել մեր իրավունքների պաշտպանության համար։ Սակայն ես կուզեի մի բան վերջում արձանագրենք, որ մենք Արցախի թեման եւ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը չպետք է ամբողջապես կախվածության մեջ դնենք Հայաստանի Հանրապետության պետական եւ իշխանական դիրքորոշումներից ու գործողություններից, որովհետեւ հստակ է, որ այս իշխանությունները առավելագույնը անելու են, որ եւ հիմա եւ ապագայում հնարավորինս փակեն Արցախի հարցը։ Եվ իրենք ինչ էլ անեն, մենք պետք է ուղղակի ցույց տանք, որ Արցախի ժողովրդի իրավունքները առկա են, շատ ավելի հրատապ են դառնում այդ իրավունքների պաշտպանության հարցերը։ Եվ Արցախի ժողովուրդը քանի կա եւ քանի կան տարբեր ձևաչափեր, արցախյան պետական ինստիտուտներ, հասարակական կազմակերպություններ կամ կոալիցիաներ կազմակերպությունների կամ քաղաքական ուժեր, որոնք պայքարում են մեր իրավունքների համար, այդքան ժամանակ Արցախի օրակարգը բաց է մնալու, մինչեւ ես անկեղծորեն ասեմ, չեմ հավատում, որ ներկայ իշխանությունները այն դիրքորոշումները կունենան, որոնք գոնե ես պատկերացնում եմ եւ դրա համար ես համարում եմ, որ մենք պետք է ուղղակի բարենպաստ պայմաններ ունենանք եւ կրակը վառ պահենք, մինչեւ նոր իշխանություններ լինեն եւ նոր դիրքորոշումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա իմ անձնական դիրքորոշումն է։ Այսինքն հնարավոր համարում եք այլ աշխարհակաղակական իրավիճակում, այլ իշխանությունների պարագայում հայկական Արցախի էջը վերաբացվի։ Այո, հնարավոր համարում եմ եւ դա կախված է մեզնից։ Որքան մենք եւ արցախցիները եւ ամբողջ հայ ժողովուրդը մեր պայքարը շարունակենք, բոլոր հնարավոր քաղաքական, իրավական, տեղեկատվական ձևերով այս թեման տակ պահենք, հնարավորինս հետամուտ լինենք մեր իրավունքների պաշտպանությանը, նախ այնքան այս իշխանությունները ավելի դժվար կփակեն Արցախյան օրակարգը, բ այնքան ավելի հնարավոր կլինի բարենպաստ միջավայրում եւ աշխարհակաղակական եւ ներքաղաքական ավելի լուրջ հաջողությունների հասնել, այդ թվում հասնել մեր հավաքական վերադարձին։